Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ինձ է առիթ ընձեռնվել պատասխանել հարցերի, որոնք ուղղվել են Դաշնակցությանը։ Ընտրել ենք 3 հարցեր եւ հերթով փորձեմ արագ պատասխանել այդ հարցերին։ Կարդամ հարցը. կա տեսակետ, որ Հույդան տղամարդկանց կուսակցություն է, որտեղ կանանց դժվար է տեղ գտնել։ Ինչ կասեք այս մասին։ Դա հավանաբար կապված է Դաշնակցության ազգային ազատագրական պայքարի այդ առաջադամարտիկի կենսագրություն, դիրքեր ունեցող քաղաքական ուժի հետ, որը իրապես միշտ եղել է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին գծում, կուսակցություն, որը հիմնադրել է 600-ամյա բացակայությունից հետո հիմնադրել է Հայաստանի Հանրապետությունը եւ հիմնադրել է երկարատև ազգային ազատագրական պայքարի ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ Դաշնակցությունը սոսկ այսպես տղամարդկանց եւ միայն ազատագրական պայքարի կուսակցությունն է, դրա խոսուն վկան մեր զինանշանն է, որտեղ դուք կտեսնեք մեր հանրության, հայ ինքնության բոլոր շերտերի ներկայությունը մտավորական մարդու, աշխատավորի, հողի նվիրյալի, այսինքն Դաշնակցությունը մի կուսակցություն է, որը մեր հանրության բոլոր շերտերի թե իրավունքների պաշտպանն է եւ նաեւ նրա իղձերի եւ երազանքների կատարմանը ներված քաղաքական ուժ։ Իսկ կանայք միշտ եղել են Դաշնակցության շարքերում եւ առաջին շարքերում, առաջին հանրապետություն, հայկին առաջին դիվանագետը, հայկին ընտրվել առաջին հանրապետության խորհրդարանում, մենք ունեցել ենք 4 կին падգամավորներ եւ հայկին իրացրել է իր քաղաքական իրավունքները Դաշնակցության միջավայրում, երբ որ աշխարհի շատ երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում դեռ կանայք ընտրության իրավունք չունեին, այդ թվում նաեւ եվրոպական երկրներում։ Ասեմ, որ Դաշնակցության գերագույն մարմինի անդամ կանայք եղել են, կանայք այսօր էլ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ են Միացյալ Նահանգներում, աշխարհի տարբեր երկրներում, եւ ուրեմն սա կարծրատիպ է։ Եվ Դաշնակցությունը իր դռները միշտ բաց է պահում բոլորի առջև, կին, տղամարդ, երիտասարդ, մտավորական, հողի մարդ, գործի մարդ, ովքեր կիսում են մեր գաղափարախոսությունը, ովքեր նվիրվելու են եւ նվիրվում են Դաշնակցության իղձերի նպատակներին, ովքեր ունեն ազատ, անկախ եւ միացյալ երկիր կերտելու, հայրենիք ու պետություն կերտելու այդ տեսլականը։ Այնպես որ սա կարծրատիպ էր, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ես աներևակայելի պատասխանատվություն եմ զգում եւ պատասխանատվության հետ մեկտեղ զգում եմ այն բեռը, այն հետագիծը, որ կա բյուրոյի 135-ամյա պատմության մեջ, Հայ-Աղափական Դաշնակցության բյուրոյի, որտեղ անցել են մեր պետության հիմնադիրները, Սիմոն Վրացյանը, Համո Օհանջանյանը եւ այսօր լինել այդ փաղանգի շարունակողը չեք պատկերացնում, թե ինչ պատասխանատվություն է եւ նույն ժամանակ նվիրումի եւ ծառայության եւ այդ բառը ուզում եմ հանձր շեշտել, որ Դաշնակցությունը նախ եւ առաջ ծառայությունն է հայ մարդուն, հայ պետականությանը, հայրենիքին եւ մեր հավաքական շահերին։ Գնամ առաջ։ Մենք ունենք եւս մեկ հարց. ինչ քայլեր են անհրաժեշտ այսօր իրականացնել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Պիտի անել ամեն բան օր առաջ ազատել հայ մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մարդկանց, ովքեր մեզ համար արժանապատվություն Արցախի հերոսական ազատամարտ են կերտել են Արցախի անկախությունը, օր առաջ ազատել նրանց Բաքվի, բռնատեր Բաքվի ճանկերից։ Ինչ անել։ Նախ եւ առաջ ես պիտի ասեմ, որ դա Հայաստանի Հանրապետության իբրև պետականության մեծագույն պարտականությունը պիտի լիներ։ Միջազգային իրավունքից դեռևս ջնջված չի, թե ինքնորոշման իրավունքը եւ հումանիտար մի շարք իրավունքներ եւ նաեւ մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք պաշտպանում են հայ ժողովրդի վերադարձի իրավունքը, պաշտպանում են մեր հավաքական իրավունքները, միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու զուգահեռ նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ կան, որոնք աշխատում են հումանիտար դաշտում, մարդու իրավունքների ուրեմն ոլորտով են զբաղված, պիտի աշխատենք նաև այդ միջազգային կազմակերպությունների հետ եւ իհարկե ահռելի աշխատանքներ են կատարում հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները, լինեն դրանք Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այդ համակարգող մարմինը այս մարդկանց հետ
ընտրված իշխանությունների եւ ներկայացուցիչների հետ բանակցել է տարիներ շարունակ եւ ըստ էության լեգիտիմացնելով նրանց լիազորությունները եւ իրավունքները եւ իրապես ես պարզապես անթույլատրելի եմ համարում առհասարակ հուսահատությունը մի խոսքով համազգային ներուժի համախմբումով սևեռուն աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք միջազգային ատյաններում բարձրացնել եւ հաջողություններ գրանցել ճիշտ այնպես ինչպես կարողացանք տարիներ շարունակ արժանապատվորեն բարձրացնել, պայքարել եւ հաղթանակներ արձանագրել Արցախի ազատագրական պայքարում, Արցախի ինքնորոշման պայքարում։ Արցախի էջը փակված չէ, որքան է դա լինի թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց հետ աներևակայելի սինխրոնությամբ աշխատող Հայաստանի Հանրապետության վարքագիծը։ Բայց ամենատհաճ ձևաչափն է։ Համամիտ եք այն մտքին, որ ժողովուրդը չի սիրում դաշնակցությանը։ Կա կարծիք, որ եթե Հոհիդան մեկ ընդմիշտ հեռանա Հայաստանի քաղաքական դաշտից, ժողովուրդը ապրելու է խաղաղ եւ հանգիստ։ Սիրելը քաղաքական կատեգորիա չի եւ որևէ քաղաքական ուժի կենսագրությունը լինելույթունը այս կամ այն անձի անհատի նույնիսկ քաղաքական խմբակի պատվերով չի, որտեղ սա ոչ քաղաքագիտական հարցադրում է։ Քաղաքական ուժի կենսունակության եւ լինելույթյան այսպես չափանիշը եւ վկայականը տալիս է ժողովուրդը, տալիս է իր ձայնով, իր համոզումով, այդ արժե համակարգը կիսելու ճանապարհով եւ ընտրության ճանապարհով, քվետալու ճանապարհով։ Ես ուզում եմ Սարոյանի բառերը հիշել, որը համարում դաշնակցականներին հայ ասպետների հետ էր համարում։ Դաշնակցությունը որպես ասպետականություն էր գնահատում եւ դաշնակցություն, որը հայ մարդու ճակատագրից անբաժանելի քաղաքական ուժ է եւ դաշնակցությունը ավելին է քան կուսակցությունը դաշնակցությունը ավելին է քան նեղ կուսակցական շահերը դաշնակցությունը ինձ համար եւ շատերի համար հայրենիքի պետության հայ մարդու արժանապատվության եւ մեր բովանդակության այսպես մի միաձույլ է դու կարող ես կուսակցական չլինել բայց դաշնակցությունը հայ մարդուց չոտարվող գաղափարախոսություն է սա արժեքային խարիսխ է որի լինելությունը որևէ քաղաքական խմբակի, որևէ այսպես թշնամական երկրի ցանկությամբ չի պայմանավորված եւ մեր 135-ամյա պատմությունը ծառայությունը հայ մարդուն մեր կենսունակության գրավական